Երկրորդ կիսամյակում ևս շարունակեցինք ուսումնասիրել ֆիզիկա առարկան, հասկացանք, թե ինչ է իրենից ներկայացնում վերականգնվող աղբյուրը։ Վերականգնվող աղբյուրներ։ Վերականգնվող աղբյուրները էներգիայի այն տեսակներն են, որոնք բնականորեն վերականգնվում են և չեն սպառվում, կամ շատ դանդաղ են սպառվում։ Վերականգնվող աղբյուրների հիմնական տեսակներն են արևային էներգիան, քամու էներգիան, ջրային էներգիան, երկրաջերմային էներգիան և բիոմասան։ Վերականգնվող աղբյուրների առավելությունները։ Վերականգնվող աղբյուրները չեն աղտոտում շրջակա միջավայրը, չեն սպառվում, օգնում են պայքարել կլիմայի փոփոխության դեմ։ Թերությունները։ Որոշները կախված են եղանակից, սկզբնական ներդրումը կարող է թանկ լինել։ Ինչու են կարևոր վերականգնվող աղբյուրները։ Վերականգնվող աղբյուրները կարևոր են, որովհետև նվազեցնում են շրջակա միջավայրի աղտոտումը, օգնում են պահպանել բնական ռեսուրսները, նվազեցնում են կախվածությունը նավթից և գազից, նպաստում են կլիմայի փոփոխության դեմ պայքարին։ Երկրորդ կիսամյակում նաև ուսումնասիրեցինք հողմաշարժիչի աշխատանքը։ Հողմաշարժիչ, քամու տուրբին, սարք է, որը քամու շարժման էներգիան փոխակերպում է էլեկտրական էներգիայի։ Այն հանդիսանում է վերականգնվող էներգիայի ամենակարևոր աղբյուրներից մեկը և լայնորեն օգտագործում են ամբողջ աշխարհում։ Ինչպես է աշխատում։ Քամին պտտեցնում է թևերը, պրոպելները։ Թևերի շարժումը փոխանցվում է գեներատորին, իսկ գեներատորը արտադրում է էլեկտրոէներգիա։ Աշխատանքի սկզբունքը։ Երբ քամին հարվածում է թևերին, դրանք սկսում են պտտվել։ Այդ պտույտը փոխանցվում է ռեզոտորի միջոցով գեներատորին, որը արտադրում է էլեկտրոէներգիա։ Ստացված էներգիան կարող է անմիջապես օգտագործվել կամ փոխանցվել էլեկտրացանց։ Կարևոր առավելություններ։ Չի աղտոտում օդը և օգտագործում է վերականգնվող աղբյուր։ Առաջին հողմաշարժիչները ստեղծվել են անհայտ վարպետների կողմից հին Պարսկաստանում, մոտավորապես 7-ից 9-րդ դարերում։ Ուսումնասիրեցինք, թե ինչ է իրենից ներկայացնում հալումը։ Սառույցի հալում։ Սառույցի հալումը ֆիզիկայում կոչվում է ֆազային անցում, պինդ վիճակից հեղուկի անցում։ Սառույցի ջրի պինդ վիճակն է։ Տաքանալից մոլեկուլները սկսում են ավելի արագ շարժվել։ Նրանց միջև կապերը թուլանում են, և սառույցը դառնում է ջուր։ Հալման ջերմաստիճանը 0 աստիճան է։ Հալման թաքնված ջերմությունը։ Սա էներգիա է, որը ծախսվում է սառույցը հալվեցնելու համար, ոչ թե տաքացնելու։ Իսկ բանաձևը Q-ն հավասար է ρm։ Ուսումնասիրեցինք ևս հավասարակշռություն թեման։ Հավասարակշռություն։ Հավասարակշռությունը վիճակ է, երբ մարմնի վրա ազդող բոլոր ուժերը իրար հավասարակշռում են, և մարմինը կամ շարժման մեջ չի, կամ շարժվում է հավասարաչափ։ Բանաձևը F-ը հավասար է 0-ի, այսինքն բոլոր ուժերի գումարը հավասար է 0-ի։ Հավասարակշռությունը ունի 3 տեսակ՝ կայուն, անկայուն և չեզոք։ Կայուն հավասարակշռությունը մարմնի խանգարելուց հետո վերադառնում է իր սկզբնական դիրքին։ Անկայուն հավասարակշռությունը փոքր շարժումից հետո հեռանում է սկզբնական դիրքից, իսկ չեզոք հավասարակշռությունը տեղափոխվելուց հետո մնում է նոր դիրքում։ Կարևոր փաստ։ Ուժերը հավասար են և հակադիր ուղղություններով, մարմինը չի արագանում։ Դասարանում կատարեցինք փորձ հողմաշարժիչի վերաբերյալ։ Այսօր ֆիզիկայի դասին կատարեցինք փորձ։ Մենք պտտեցինք հողմաշարժիչը և նկատեցինք, որ դրա արդյունքում լույսերը վառվեցին։ Սա ցույց է տալիս, որ հողմաշարժիչը մեխանիկական էներգիան վերածում է էլեկտրական էներգիայի, իսկ էլեկտրական էներգիան է վերածում է լույսի։ Նաև դասարանում կատարեցինք արևային մարտկոցի վերաբերյալ փորձ։ Այսօր ֆիզիկայի դասին արևային մարտկոցով կատարեցինք փորձ։ Մենք արևային մարտկոցը պահեցինք արևի տակ և նկատեցինք, որ լույսը վառվեց։ Սա նշանակում է, որ արևի լույսը էներգիան փոխակերպեց էլեկտրական էներգիայի, իսկ հետո լույսային էներգիայի։ Գիտեցանք, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսվելի ճոճանակը։ Մաքսվելի ճոճանակ ֆիզիկական հետաքրքիր սարք է, որը ցույց է տալիս էներգիայի փոխակերպումը և պտտական շարժումը։ Ինչ է դա։ Մաքսվելի ճոճանակը բաղկացած է ծանր գլանից, երկու թելերից, որոնք փաթաթված են դրա շուրջը։ Երբ գլանը թողնում ենք վերևից, այն սկսում է իջնել միաժամանակ պտտվելով։ Ինչպես է աշխատում։ Սկզբում գլանը բարձր դիրքում է և ունի պոտենցիալ էներգիա։ Երբ այն իջնում է, սկսում է շարժվել ներքև, միաժամանակ պտտվում է էներգիան, փոխվում է պոտենցիալը, այսինքն կինետիկը, և պտտման էներգիան, երբ թելերը ամբողջությամբ բացվում են, գլանը նորից սկսում է բարձրանալ, թելերը հակառակ ուղղությամբ փաթաթելով։ Ինչ է ցույց տալիս Մաքսվելի ճոճանակը։ Ցույց է տալիս էներգիայի պահպանման օրենքը, պտտական շարժումը, թե ինչպես է էներգիան փոխվում տարբեր տեսակների միջև։ Նաև ուսումնասիրեցինք շոգեմեքենայի մասին։ Շոգեմեքենա
Շոգեմեքենան այն մեքենան է, որը աշխատում է ջրի գոլորշու էներգիայի միջոցով։ Այն մարդկության պատմության մեջ եղել է ամենակարևոր տեխնիկական գյուտերից մեկը և մեծ դեր է ունեցել արդյունաբերության զարգացման մեջ։ Շոգեմեքենայի հիմնական սկզբունքը պարզ է։ Ջուրը տաքացվում է կաթսայում, դառնում է գոլորշի, իսկ այդ գոլորշին ունի մեծ ճնշում։ Բարձր ճնշմամբ գոլորշին շարժում է մխոցը և այդ շարժումը վերածվում է մեխանիկական աշխատանքի։ Այդ աշխատանքի շնորհիվ հնարավոր է շարժել մեքենաներ, գնացքներ, գործարանային սարքեր և տարբեր մեխանիզմներ։ Առաջին արդյունավետ շոգեմեքենաները ստեղծվել են 18-րդ դարում։ Դրանց կատարելագործման գործում մեծ ներդրում է ունեցել Ջեյմս Ուատը։ Նրա աշխատանքների շնորհիվ շոգեմեքենաները դարձել են ավելի տնտեսող և հզոր, ինչը արագացրեց արդյունաբերական հեղափոխությանը։ Շոգեմեքենաները լայնորեն օգտագործվում են գնացքներում, նավերում, հանքերում և գործարաններում։ Դրանք հնարավորություն տվեցին արդյունաբերությունը դարձնել ավելի արագ և մեծ ծավալով։ Սակայն ժամանակի ընթացքում էլեկտրականության և ներքին այրման շարժիչների զարգացման պատճառով շոգեմեքենաները աստիճանաբար դուրս եկան օգտագործումից։ Այսօր շոգեմեքենաները հիմնականում օգտագործվում են պատմական ցուցադրությունների, թանգարանների կամ հատուկ տեխնիկաների նպատակների համար, բայց դրանք շարունակվում են մնալ կարևոր գյուտ տեխնիկայի մեջ։